Եկեք լավատես չլինենք, եթե մարդը ես չեմ կարծում Նիկոլ Փաշինյանը այնքան ինտելեկտուալ պոտենցիալ չունի, որպեսզի այս ճշմարտությունները, որի մասին հիմա ես խոսում եմ, որ տեղական մի հատ ընտրություն կապ չունի եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի, չի հասկանում, շատ լավ հասկանում է, բայց քանի որ այս քարոզչական նարատիվը ինքը դնում է շրջանառության մեջ, որ մանդատ է ստացել հասարակությունից, դրանից ոգեշնչվել է կամ ոգեկոչվել է, չգիտեմ ինչպես է ձևակերպել, դա նշանակում է, որ Էշմիածնի ընտրությունները ինքը տրիգեր է համարելու եկեղեցու դեմ իր քաղաքականությունը ավելի կոշտացնելու համար։ Տեսեք, զուգահեռ ինքը ինչքան բաներ է անում, օր-օրի ավելանում են այն քահանաների թիվը, որոնք ըստ էության միանում են։ Անուղղակիորեն միանում են իշխանության օրակարգին։ Հիմա Սրբազան տեսանք, որ մասնակցեց, դուք գիտեք, որ անցած շաբաթվա ընթացքում բազմաթիվ հոգևորականներ կանչվել են հարցաքննության կնճական կոմիտե, այն հայտնի ձայնագրության բերումով եւ այլն։ Այսինքն ինքը իրականում ռեպրեսիվ մեթոդներով խնդիրը լուծում է, Էջմիածնի կամ այլ տիպի ընտրությունների կամ այլ տիպի իրադարձություններ որպես տրիգեր է օգտագործում։ Ցավոք սրտի օղակը սեղմվելու է եկեղեցու շուրջ,